Բարեձեզ նստումները աղակ Զգացակայը Աղետիսյան Մոհերը, Գրիգորյան Ալեքսը և Վարդենի Մեսը աղս 3 հոգի Այսօր հանրահաշիվ թե երկրաչափություն Հանրահաշիվ Ինչ էր հանրահաշված 10 թեման Ֆունկցիայի ածանցյալ թեմայի ամփոփում Աղես նստեք Հիմա բանավոր հարցում կատարենք թե ինչ է ածանցյալի սահմանումը Ածանցյալ որ ֆունկցիաներն են, ածանցելի որ ֆունկցիաները ածանցելի չեն, գումարի, արտադրյալի, ածանցյալ, ով կարող է սահմանել։ Ինչ է նշանակում ֆունկցիայի ածանցյալ, ֆունկցիայի ածանցյալի սահմանումը։ Ֆունկցիայի ածանցյալի սահմանումն է ֆունկցիայի աճի հարաբերությունը արգումենտի աճի։ Ֆունկցիայի աճի հարաբերությունը արգումենտի աճի։ Տեսնեմ ով կպատասխանի, որ ֆունկցիաներն են ածանցելի ֆունկցիաներ։ Ասատեսնեմ տղաս։ Ածանցելի ֆունկցիաները համարվում անընդհատ ֆունկցիաները, անընդհատ ֆունկցիաներից x-ի բազմաթանը, որի օրինակն է օրինակ x-ի n աստիճանը, որը ածանցյալն է n անգամ x, n-ից հանած 1 աստիճան։ Այսինքն անընդհատ ֆունկցիաները ածանցելի են, անընդհատ ֆունկցիա է x-ի n աստիճան ֆունկցիան։ Ճիշտ հասկացա։ Նորից կրկնվենք, որ ֆունկցիաներն են ածանցելի։ Ածանցելի են անընդհատ ֆունկցիաները, որոնցից է x-ի բազմանդամը, x-ի բազմանդամը, ասա x-ի n աստիճանը։ x-ի n աստիճանը, որի ածանցյալն է n անգամ x, n-ից հանած 1 աստիճան։ x-ի n աստիճան անգամ n անգամ x-ի n-1 աստիճան։ Ապրես։ Ֆունկցիաների արտադրյալի ածանցյալը եւ քանորդի ածանցյալը։ Օրինակ, արտադրյալի ածանցյալը Դավիթ, ինչի հավասար է։ Ֆունկցիան տրված է արտադրյալի տեսքով, օրինակ u-վ է, ապա ածանցյալը հավասար է u-ի ածանցյալ անգամ v գումարած v-ի ածանցյալ անգամ u։ Ապրես, քանորդի ածանցյալը ով կսահմանի։ Ասա տեսնեմ աղջիկս։ V-ում բաժանած v-ի ածանցյալը հավասար է u-ի ածանցյալ անգամ v, որից հանած v-ի ածանցյալ անգամ u, որը բաժանում ենք v-ի քառակուսի։ Կրիտիկական կետեր, որոնք են ֆունկցիայի կրիտիկական կետերը։ Ոնց է սահմանում ֆունկցիայի կրիտիկական կետերը։ Կրիտիկային կետերը, որտեղ ածանցյալը հավասար է 0-ի կամ գոյություն չունի, կոչվում են կրիտիկական կետեր։ Այսինքն ածանցյալի արմատները կրիտիկական կետերն են։ Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքը, ո՞նց են գտնում ածանցյալի միջոցով ֆունկցիայի մոնոտոնության միջակայքը։ Ասա տեսեմ Աննա։ Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքը դա երբ որ ածանցյալը դրական է, ապա ֆունկցիան աճում է, իսկ երբ որ ածանցյալը բացասական է, ապա ֆունկցիան նվազում է։ Այսինքն ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը գտնելու համար ֆունկցիան ածանցում ենք, գտնում ենք կրիտիկական կետերը, կրիտիկական կետերով որոշում ենք, եթե դրված միջակայքում ածանցյալը դրական է, ֆունկցիան աճում է, եթե ածանցյալը բացասական է, ֆունկցիան նվազում է։ Ապրես, ումը կանցկացնենք քվիզարկման միջոցով։ Ուրեմն տրվում է 10 րոպե ժամանակ, խաղի միջոցով դուք բացում եք հեռախոսներով խաղ, պատասխանում եք հարցերի, վերջում ամփոփում։ Աճի և արգումենտի աճի հարաբերության սահմանը, երբ արգումենտի աճը ձգվում է 0-ի, կոչվում է հարաբերություն, արագացում, Ածանցյալը հավասար է 1, 2, 0, 3, թե հաստատում։ Հաստատումի ածանցյալը հավասար է 0-ի։ Այս մասերը նկարները սանտասերի շարժում։ Երևում են էկրանի վրա առաջին տեղում Միքայելը, երկրորդ տեղում Միլենան, երրորդ տեղում Դավիթը։ Ավարտում ենք այս թեմայի ամփոփումը, տնային աշխատանք հանձնարարվում է կառուցել նոր խաղեր, այս ծրագրով հաջորդ դասին ներկայացնենք յուրովի ամեն մեկը իր կազմած խաղը նորից մրցանակ, ում խաղներ ավելի հաջող։ Անցնելու ենք նոր թեմա, բարդ ֆունկցիայի ածանցյալ։ Տեսենք ինչ է նշանակում բարդ ֆունկցիա։ Սովորաբար ֆունկցիաներն ունեն արգումենտ։ Օրինակ, x
x-ը ֆունկցիան է։ Երբ ֆունկցիայի արգումենտը նորից ֆունկցիա է, ինքը դառնում է բարդ ֆունկցիա։ Բարդ ֆունկցիաները մենք նախորդ անցել էինք, նախորդ տարիներին համադրույթի տեսքով f համադրույթ j։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է f j x, որտեղ jx-ը f-ի f ֆունկցիայի արգումենտն է, x-ը j ֆունկցիայի արգումենտն է։ Երբ ֆունկցիայի արգումենտը նորից ֆունկցիա է, ֆունկցիան դառնում է բարդ ֆունկցիա։ Օրինակ, բերեմ մի այսպիսի համեմատություն ընտանիքներից։ Երբ ընտանիքի մեջ կա ընտանիք, դա դառնում է բարդ ֆունկցիա։ Օրինակ, պապիկի ընտանիքը բաղկացած է երկու որդիներից և աղջկանից։ Որդին ամուսնացավ, երեխա ունեցավ, որդու ընտանիքը համարվում է պապիկի ընտանիք, այսինքն ընտանիքի մեջ ընտանիք։ Ֆունկցիան պապիկն է, իր ընտանիքով, արգումենտը որդին է, իր արգումենտով, թորնիկները որդու երեխաներն են։ Ինչ ունեցան, ընտանիքի մեջ ընտանիք, անգամ ֆունկցիայի արձանցյալ, կամ ֆունկցիայի արձանցյալ, անգամ արգումենտի արձանցյալ։ Եթե jx-ը արձանցելի է, այս պայմանից հետևում է, որ f jx-ը ևս արձանցելի ֆունկցիա է։ Jfx ֆունկցիայի արձանցյալն հավասար է ֆունկցիայի արձանցյալ անգամ արգումենտի արձանցյալ j'(x) արձանցյալ, այսա բարդ ֆունկցիայի արձանցյալն է։ Բարդ ֆունկցիայի արձանցյալը ամփոփենք օրինակներով։ Պայմանավորվենք բարդ ֆունկցիան նշանակել մեծ fx-ով, որը հավասար է f jx։ Օրինակ, եթե ունենք jx-ը հավասար է 5x մինուս 3, fx-ը հավասար է x-ի խորանարդ, այս երկու պայմանից հետևում է, որ fx-ը հավասար է 5x մինուս 3-ի խորանարդ։ Սա jx ֆունկցիան է, x-ը fx ֆունկցիան է, fx ֆունկցիայի արգումենտի տեղավորվել է jx ֆունկցիան։ Ֆունկցիան դարձել է բարդ ֆունկցիա։ Հասկացանք այսքանը։ Եթե արձանցելի է jx-ը, ապա արձանցելի է fx ֆունկցիան։ Հիմա փորձենք արձանցել, օրինակների միջոցով հասկանանք բարդ ֆունկցիայի արձանցյալն ինչի է հավասար։ f'(x)-ը հավասար է ըստ սահմանման։ Բարդ ֆունկցիայի արձանցյալն հավասար է ֆունկցիայի արձանցյալ անգամ արգումենտի արձանցյալ։ Կարող ենք սկզբից արգումենտը արձանցել, հետո ֆունկցիան։ Արտադրիչների տեգրը փոխելիս արտադրյալը չի փոխում։ Մեր fx ֆունկցիան սա է, նայեք, 5x մինուս 3-ի խորանարդ, 5x մինուս 3-ի արձանցյալը 5 անգամ 5x մինուս 3-ը մեր ֆունկցիան դիտարկում ենք որպես աստիճանային ֆունկցիա, աստիճանային ֆունկցիայի արձանցյալը գիտենք ինչի հավասար 3 անգամ 5x մինուս 3-ի քառակուսի։ Արդյունքում ունեցանք 15 անգամ 5x մինուս 3-ի քառակուսի։ Բարդ ֆունկցիաները սկզբից պայմանավորվում ենք արձանցել արգումենտը, նոր ֆունկցիան։ Յուրաքանչյուր ֆունկցիա ունի իր արձանցյալը։ Մեր եռանկյունաչափական ֆունկցիաները որոնք են սինուս x, y-ն հավասար է կոսինուս x եւ այլն։ Այստեղից ֆունկցիան դառնում է բարդ ֆունկցիա, երբ արգումենտը նորից ֆունկցիա է։ Օրինակ, y-ն հավասար է սինուս 3x, տեսեք, արգումենտը նորից ֆունկցիա է, բարդ ֆունկցիայի արձանցյալը։ Ինձով կարող է հիշեցնի սինուս x ֆունկցիայի արձանցյալն ինչի է հավասար։ Ասա տեսնեմ,
Ուրեմն սինուս x ֆունկցիայի արձանցյալն հավասար է կոսինուս x։ Այսինքն սինուս 3x ֆունկցիայի արձանցյալը y շտրիխը հավասար է լինում արգումենտի արձանցյալ, ինչքան է արգումենտի արձանցյալը 3, արգումենտի արձանցյալը 3 ֆունկցիայինը կոսինուս 3x։ Սա բարդ ֆունկցիայի արձանցյալն է։ Նորից կրկնենք, բարդ ֆունկցիայի արձանցյալն ինչի է հավասար։ Արձանցյալն հավասար է արգումենտի արձանցյալ անգամ ֆունկցիայի արձանցյալ։ Ֆունկցիայի արձանցյալը հավասար է արգումենտի արձանցյալ անգամ ֆունկցիայի արձանցյալ։ Ով կհիշեցնի, ով կսահմանի, որն է բարդ ֆունկցիա, որ ֆունկցիաներն են կոչվում բարդ ֆունկցիա։ Ասա տեսնենք։ Ֆունկցիան բարդ է, երբ որ ֆունկցիայի արգումենտը կրկին ֆունկցիա է։ Վերջ։ Հիմա ես բոլորիդ բաժանելու եմ քարտերով առաջադրանքներ, բարդ ֆունկցիայի արձանցում ենք, ներկայացնում ենք գրադաշտակին։ Տեսնենք, հասկացել եք թեման, թե ոչ։ Վերջերուն արեք։ Արվիքային։ Դրանքը ավարտեցինք, հիմա զույգերով գրադաշտակի կիսենք երբ հավասար մասի ներկայացնենք առաջադրանքը։ Ով ուզում իր առաջադրանքը ներկայացնի։ Այլ տեսեմ Էլինա։ Մյուսը։ Այլ տեսեմ Միլենա։ Կիսեք իրաց գրադաշտակը, որ իրար չխանգարեք։ Փոքր գերեք տեղավորվի։ Հացենն է, փոքերով չեն հասկացել բարձրանում, տեսնեք։ Ֆունկցիայի արձանցյալը հավասար է արգումենտի արձանցյալ եւ ընդհանուր ֆունկցիայի արձանցյալ։ Մեր արգումենտը 3x-ի 4 աստիճան մինուս x-ն է, որի արձանցյալը 4 անգամ 3 12, x-ի 4-ից հանած 1 3 աստիճան հանած 1, քանի որ x-ը ընդունում է 1 արժեք։ 1 արժեք չի ընդունում, x-ի արձանցյալը 1 է։ X-ի արձանցյալը 1 է, իսկ ֆունկցիայի արձանցյալն է 1 արձանցյալը բաժանած 2 եւ արմատ ստացվում է 12x-ի խորանարդ հանած 1 բաժանած 2 անգամ քառակուսի արմատ 3x-ի 4 աստիճան հանած x։ Մենք ստանում ենք արգումենտի արձանցյալ -10x գումարած 3 եւ ֆունկցիայի արձանցյալ -4 անգամ 2 - 5 քառակուսի գումարած 3 բարձրացած 5 աստիճան, -5 աստիճան, իսկ -5-ը ստացել ենք -4-ից հանած 1։ Բոլորս ուշադրություն գրադաշտակին, հիմա մաթեմատիկական ֆլեշկարտերի միջոցով կատարում ենք ամփոփում։ Ով է ցանկանում մոտենալ գրադաշտակին։ Այդ տեսեմ անի։ Գրեք y-ը հավասար է, գրեք տվյալ բարդ ֆունկցիայի արձանցման բանաձևը։ Բարդ ֆունկցիայի արձանցման բանաձևը սա է։ Ֆունկցիայի արձանցյալ անգամ արգումենտի արձանցյալ։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա թեման, տնային առաջադրանք, նշեք ձեր որ տնային առաջադրանքը տանը տասակի 445, 447 և 449 բաժությունները։ Շնորհակալություն, տեսություն։